Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Սուրճը ձեզանից, սերը մեզանից, սուրճը սերն առավոտից սկսում է իր աշխատանքը հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Այսօր ձեզ համար կաշխատեն Վեգա Անդրեասյանը Եվ Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս բոլորին, միացեք մեր ընթացքին, նաև սոցիալական ցանցերում եւս գործարկված են մեր լայվերը armradio.am կայքում։ Զրուցարան կա, լայվը գործարկված է նաև Facebook-յան ավանդական տարբերակով եւս հրավիրում ենք միանալ մեզ։ Եթե ունեք ընկերներ, հարազատներ, որոնք դեռ չեն բացահայտել մեր առավոտյան ծրագիրը ու օրը սկսում են ավելի տխուր, քան դուք, անպայման նրանց նույնպես պատմեք մեր մասին, թող միանան մեզ լսեն թե FM հաճախականությամբ, թե on-line, ինչպես նաև ունենք մեզ միանալու ավանդական տարբերակը 55 37 02 այլայն հեռախոսահամարն է, որով սպասում ենք ձեր զանգերին։ Հունիսի 10-ն է օրը չորեքշաբթի եւ մենք միասին սկսում ենք հերթական ամառային օրը սիրով բոլորին ասելով բարի լույս։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 կրկին ասում ենք բարի լույս բոլորին եւ շարունակում ենք միասին ըմպել մեր առավոտյան սուրճը ձեզ հետ միասին։ Բարի լույս, այո, սուրճը էլ ավելի համեղ է, երբ հանրայինի ուղիղ եթերով է ուղեկցվում, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ։ Եկել է պահը ձեզ պատմելու այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը վստահաբար տանից դուրս գալուց առաջ չի խանգարի։ Դե եղանակից բողոքելու կարծում առիթներ չունենք, որովհետև օրը բավական արևոտ է սկսվել, այս պահին էլ Երևանում 20 աստիճան տաքություն է։ Տեսնենք թե ինչպիսի պատկեր է սպասում օրվա ընթացքում։ Հանրապետության առանձին շրջաններում սպասում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Այնպես որ դե եղանակ է բողոքելու կարծում առիթներ չենք ունենա, քամի էլ ունենք հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան հնարագությամբ, ամպրոպի ժամանակ նաև սպասում է քամու ուժգնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն ասում են էապես չի փոխվի, նույն պատկերն էլ Երևանում է մեծամասամբ արևոտ եղանակ է սպասում, բայց կարճատև անձրևն ու ամպրոպը
մեզանից այսօր անպակաս չլինի։ Այո, բայց հաշվի առնելով, որ օդի ջերմաստիճանը ամեն դեպքում բարձր է, կարծում եմ այդ երեկոյան անձրևը առանձնապես չի խանգարում, նույնիսկ զովացնում է Մինչև 30 աստիճան կունենանք այսօր տաքություն։ Ես դեմ չեմ։ Բնականաբար եղանակային պայմանները լավն են, ինչը նշանակում է, որ ավտոճանապարհները Հայաստանի Հանրապետության տարածքում նույնպես հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը, ինչպես նաև մեջբերում Վրաստանի եւ Ռուսաստանի ճգնաժամային կառավարման կենտրոններից ստացված տեղեկատվությունը, ըստ որոնց Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գնանք մայրաքաղաքի ճանապարհներ, տեսնենք թե ինչ իրավիճակ է, այս պահին ունենք բնականաբար խցանումներ, դե ժամ առավոտյան է, բոլորը շտապում են աշխատանքի 7 բալ է խցանումային նիշը։ Երևանում այս պահին եթե 3, ես ասացի բարեբախտաբար 3 չունենք ավտովթարներ, ապա այս պահին ցավոք սրտի ունենք։ Ես տեսնում եմ 2 ավտովթար, Արզումանյան Հալաբյան Խաչմերուկի վրա է 1 վթարը, եւս 1 ավտովթարը մեզ ցույց տալիս քարտեզը խնդրեմ Լամբադա կամուրջի մոտ է, Դավիթ Անհախտա Խաչմերուկ։ Այնպես որ եղեք զգոն, մի մոռացեք թարթիչի մասին եւ մի փորձեք անսպասելի գործողություններ անել, եղեք կանխատեսելի ձեր գործընկեր վարորդների համար, պահպանեք երթևեկության կանոնները եւ իհարկե ինչպես միշտ ես սիրում եմ զգուշացնել, աղբը մի թափեք մեքենայի լուսամուտից երթևեկելի հատված Տխուր է, չէ՞ Տիգրան, որ 21-րդ դարում դեռ ստիպված ենք այս մասին հիշեցնել, այո։ Կամ օխրաման մեքենայի մեջ ի վերջո եւ ի վերջո այն փողոցը, որով երթևեկում եք, դա բոլորիս փողոցն է եւ բոլորիս տունն է մեր քաղաքում։ Ի վերջո պարտադիր չէ վղեկին ծխել։ Իհարկե։ Ստիմացեք էլի, իմանալ ինչ որ միտեղ գնալ սուրճի վայելել։ Ընկերակցությամբ կարելի է ծխել։ Չնայած չէ, վայելել պետք չի, առհասարակ կոչ չեն կանում ծխել, այո։ Բնականաբար, բայց եթե չեք կարող, ամեն դեպքում գոնե ռեկին մի ծխեք։ Այսօր ֆինանսական գործարքներ պլանավորողների համար օրվա փոխարժեքը ներկայացնեմ ըստ կենտրոնական բանկի։ Ամերիկյան դոլարը համարժեք է 368 դրամի եւ 45 լումայի, 426 դրամ 15 լումա արժե եվրոն, ռուսական ռուբլին 5.1 է, 138 դրամ 68 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 493 դրամ է 61 լումա, դիրհամն այսօր 100 դրամ է 31 լումա եւ իրանական ռիալը 0.026։ Մենք մոռացանք, կարծես թե քիչ էր մնում մոռանայինք նաեւ տեղափոխվել օդային տարածք եւ տեսնել թե ինչ փոփոխություններ ունի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանումների եւ մեկնումների սանդղակը, ինչն էլ կանենք հենց հիմա։ Սկսենք ժամանումներից։ Ունենք ուշացում, կարծես թե Սոչիից ժամանող թռիչքն է ուշանում եւ ժամը 11-ի փոխարեն 14:55 վայրեջք կկատարի բավական երկար։ Եթե դիմավորում եք, ապա իմացեք, ունենք նաեւ 2 վաղաժամ ժամանում Դուբայից 2 չվերթները մի փոքր շուտ կժամանեն 11:25-ի փոխարեն օդանավները վայրեջք կկատարեն ժամը 11-ին։ Կարծես թե շարժայի թռիչքն էլ է վաղաժամ ժամանելու, որը նախատեսված էր 13:10-ին, փոխարենը 12:32-ին։ Նաև րոպեներ հետո կժամանի Շարմել Շեխից եկող օդանավ, այն պետք է ժամաներ ժամը 10-ին, բայց արյուտես 9:43-ին Երևան կհասնի։ Գնանք մեկնումների դաշտ, տեսնենք այնտեղ ինչ փոփոխություններ են գրանցվել։ Եվ այսպես, այստեղ նույնպես ունենք կարծես թե ուշացում, Սոչիի թռիչքը էլի, հա, հելային պատկերով 11:55-ի փոխարեն 15:56 կմեկնի, նկատի ունեցեք, բայց ամեն դեպքում ինչպես Տիգրանն է մեզ սովորեցրել, միևնույն է մենք օդանավակայան գնում ենք ժամանակին։ Որովհետև գրանցման այդ հատվածը փակվում է ըստ ժամանակացույցի, որը գրված է ձեր տոմսերի վրա։ Դա նկատի ունեցեք, այնպես որ պետք է անցնեք համապատասխան ստուգումները, որից հետո արդեն սպասումների սրահում պետք է սպասեք ձեր թռիչքին։ Այո։ Այսքանը երևի թե քիչ անց նաև կբացենք օրվա օրացույցը։ Ինչ այդ ասեմ, որ մեր ամենահավատարիմ ռադիոլսող Էդիկ Բաբուջյանը հասցրել է մեզ միանալ մեր Facebook-յան էջում եւ ավանդական բարի լույսը մաղթել, ինչը կոչ ենք անում նաեւ ձեզ մեզ ոչ միայն լսեք, այլև դիտեք մեր Facebook-յան էջում Հայաստանի Հանրային ռադիո կամ կայքում armradio.am։ Մենք շարժվում ենք առաջ 9:39, դուք լսում եւ դիտում եք Անդրեյանի առաջին ալիքը։ One night, the two of us burned
love meets lust, still taste the echoes of how you touched me. You keep me all on my own, babe, with blue eyes and those lines your body made. Realize you can't choose the way you love me. You knew when you took that bite that I was gonna fill you up, never gonna get enough. And now when you can't sleep at night, I got the same kind of craving. Call me when you finally cave in. 'Cause our bodies spilled the secrets that we kept on our minds. Wanna know your every thought till there's nothing to hide. You're mine. Love you for life. We skipped a couple levels till we blurred every line. You never break my heart no matter how hard you try. 'Cause I love you for life. Love you for life. Love of my life. Those thoughts I kept locked in secrecy. Wish you would come say more to me. I want you to work hard my appetite. You knew that when you took that bite that I was gonna fill you up, never gonna get enough. And now when you can't sleep at night, I got the same kind of craving. Call me when you finally cave in. 'Cause our bodies spilled the secrets that we kept on our minds. Wanna know your every thought till there's nothing to hide. You're mine. Love you for life. We skipped a couple levels till we blurred every line. You never break my heart no matter how hard you try. 'Cause I love you for life. Love you for life. Love of my life. Սուրճ ու սեր առավոտից։ 9:43 սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Ժամանակն է անդրադառնալու պատմության էջերին, թերթելու պատմության էջերը եւ հասկանալու թե հունիսի 10-ը տարբեր ժամանակաշրջաններում ինչով է նշանավորվել եւ ինչ հետաքրքիր տոներ կան միջազգային եւ ազգային, որոնք նշվում են ամբողջ աշխարհում եւ տարբեր երկրներում։ Դե այս օրը կարծում եմ կարելի է նշել ամենօր, հատկապես ամռանը։ Այո։ Ով չի սիրում պաղպաղակ։ Կան այդպիսիք։ Ինչ ես կարծում։ Տիգրան, Չես սիրում։ ես այնքան էլ չեմ սիրում պաղպաղակ։ Ես չասացի, խենթանում եմ, բայց Չէ, այո, դե որ այդպես ասեմ, ոայ առհասարակ չեմ սիրում, հատկապես ամռան որոշ շոքորերին, իսկապես մեկ էլ լինում է, որ սիրտը տալիս է, սիրտը ուզում է, նաև ասեմ, որ ես իրականում կարծում եմ այն տարօրինակ մարդկանցից եմ, որոնք առհասարակ իտալական խոհանոցի հանդեպ այդ շատ ջերմ վերաբերմունքը չեմ կիսում, դե պաղպաղակն էլ է, չէ, եթե չեմ սխալվում Իտալիայից։ Մենք քիչ անց կանդրադառնանք ավելի մանրամասն, նաև ունենք հետաքրքիր փաստեր այս անուշեղանի մասին, դա իսկ գտնվելով եվրոպական քաղաքներում եւ չես կարող անտարբեր անցնել ջելատերիաների կողքով, երբ պատրաստում են շատ հետաքրքիր եւ անուշահամ պաղպաղակ։ Չէ, դրանք անպայման փորձում եմ, այնպես չէ, այո, իհարկե, եւ ինչպեսի հերթեր կան այդ պաղպաղակի տաղավարների մոտ։ Ինչեւ է, այսօր պաղպաղակի համաշխարհային օրն է, այս օրվան մենք դեռ կանդրադառնանք։ Նաև այսօր երկու տոնի անդրադառնամ, արհեստների համաշխարհային օրն է եւ ժամանակակից արվեստի համաշխարհային օրն է նաև մոդեռնի, այո, մոդեռնի համաշխարհային օրն է, այնպես որ այս թեմայով այսօր անպայման կունենանք նաև հյուր։ Մեր հյուրը նաև ինչ որտեղ կապ ունի այս ամենի հետ։ Այո։ Չբացենք փակագծերը։ Այսօր նաև աշխարհը նշում է գնդիկավոր գրչի ծննդյան օրը։
Իդեպ ես երկար ժամանակ այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե որն է գնդիկավոր գրիչը, մինչև հասկացա, որ դա հենց այն ստանդարտ գրիչն է, որով մենք գրում ենք եւ պարզապես գնդիկը այնքան փոքր է, որ երբեք չէի նկատել։ Եվ այդ գնդիկի շնորհիվ էլ գրում ենք, ինչպես ասում։ Դրա շնորհիվ էլ գնում ենք, շնորհակալություն հայտնենք այն ստեղծողին, որ փետուրով չեն գրում։ Միանշանակ։ Գնանք ազգային նորացույցներ եւ սկսենք ինչպես միշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային նորացույցից, այնտեղ կա հիմա մի տոն, որը շատերի մոտ ժպիտ կառաջացնի եւ այս տոնի ռուսերեն տարբերակը վստահ եմ բոլորը լսել են։ Ահա, Alcoholics Anonymous Founders Day, անանուն հարբեցողների միության հիմնադրողների օրն է, այո, այսինքն մարդկանց, որոնք հիմնադրել են այդ միությունները, որտեղ գնում են մարդիկ եւ պայքարում իրենց կախվածությունների դեմ։ Անանուն հարբեցողների միություն, այսպես։ Այո։ Խոտաբույսերի եւ համեմունքներին ազգայինորեն նշում ամերիկացիները։ Ահա, ձվածեղի ռուլետի ազգային օրն է, դա մեջ սովորական ձվածեղն է, պարզապես նրանք վերջում մի հատ էլ փաթաթում են։ Այո, եւ հատուկ առանձին ուտեստի անուն են տվել։ Այո, սառույցով թեյի օրեն նշում ամերիկացիները։ Դե ինչպես չօգտագործես, հատկապես ամռանը։ Ուշադրություն, սև կովի ազգային օրն է այսօր։ Նահանգներում, չգիտեմ ինչու են հենց սևերի։ Սև կով ես տեսել եմ թե ոչ։ Կարծում եմ տեսել ես, Տիգրան, այո, իհարկե, անհնար է տեսած չլին։ Չէ, սևել ես տեսել։ Դարչնագույն։ Չէ, վստահաբար սևել ես տեսել։ Լավ եմ, չէ՞, այսպես վստահ։ Չէ, տեսել ես։ Հա, սև եւ սպիտակ այդ։ Այո։ Փորձեցի երևակայությանը զարգտալ։ Ահա, ռազմածովային ուժերի օրեն նշում Իտալիայում այսօր։ Կոնգոյում այսօր հաշտության օրն է, կարծում եմ կարևոր եւ բարի։ Հայիթիում նշում են երեխաների ազգային օրը։ Ճապոնիայում քրոնոմետրի օրն է այսօր։ Դա այդ քրոնոմետրն է, որով մենք ճապոններ ենք իրականացնում, չէ՞։ Երևի, ենթադրում եմ, այո։ Հորդանանում նշում են բանակի օրը։ Ահա, Ռուսաստանում Soyuz մուլտֆիլմ կինոստուդիայի ստեղծման օրն են նշում, սա կարծում եմ մենք նույնպես հանգիստ կարող ենք նշել, որովհետև այո, մուլտֆիլմերը, այո, թե մենք, թե մեր մայրիկները կարծում եմ հենց այս մուլտֆիլմերով էլ մեծացել են։ Բազմաթիվ են այդ սիրված մուլտֆիլմերը, հենց նույն Դեսպասիրը եւ բոլոր խորհրդային միության ժամանակներում ստեղծված մուլտիկները հենց Soyuz մուլտֆիլմի կողմից էին։ Բայց Տիգրան մի բան ասեմ, ես էլ եմ շատ սիրում այդ մուլտֆիլմերը, բայց դրանք երբեմն շատ ռեալիստական էին եւ լացացնում էին ինձ։ Օրինակ վերցնենք ռուսական ջրահարսը եւ ամերիկյանը։ Ամերիկյանի վերջում ամեն ինչ լավ է ավարտվում, իսկ ռուսականի վերջում ինչ է լինում։ Ես հոնգուր լացի է լինում։ Նա այդպես այն ձայն էլ մնում է, տղան էլ ամուսնանում այն։ Բայց չէ, շատ նաեւ կրթող եւ ուսուցողական տարեր կային այդ ֆիլմերում, օրինակ նույն Կեշան, ընկերության, հա, այսպես հիմունքներին էին սովորեցնում եւ բազմաթիվ էին այդ մուլտֆիլմերը, որ նայում ես ու անհոգ այդպես։ Դե այո, փոքր ժամանակ լաց եմ եղել, բայց միշտ իմացել եմ, որ ձայնս չպիտի կորցնեմ հանուն տղամարդու փոխարենը։ Դե տեսնում ես, դու էլ ես ինչ որ բան սովորել այդ մուլտֆիլմերից։ Հատկապես երբ ռադիո հաղորդավար ես։ Ահա։ Ռուսները նաեւ նշում են այսօր պապանձվողների օրը։ Դա մեզ չի վերաբերում։ Ինչի մասին է խոսքը։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց նաև ափերին նկարելու օրն են տոնում եւ սա նույնպես ինչ որ առումով առնչվում է մեր այսօրվա թեմային եւ հյուրին, բայց փակագծերը չբացենք, ընթացքում կհասկանաք թե ինչու։ Որտեղ ասես որ չի նկարում մեր հյուրը, բայց այդ ամենի մասին քիչ ավելի ժամը 10-ից հետո երբ մենք կբացենք մեր հյուրասրահը, քիչ անց կշարունակենք անդրադառնալ հունիսի 10-ի օրվա առողջույցին։ So how's your evening so far? Don't be a vibe killer. Tonight, oh baby, let's do it right. It's really hard for me to trust people. Can you blame me? I never know why people like me. That's why I like to go dancing. Safety in numbers. That's why I like to go dancing. Safety
Madonna-ն էր իր վերջի ալբոմից I Feel So Free հիթով մենք շարժում ենք առաջ ինչպես եւ խոստացել էինք շարունակենք ներկայացնել օրացույցը։ Արդեն 9:51 օրացույցի վերջին էջերն էլ թերթենք, որ շուտով արդեն ողջունելու ենք ռադիոլուրի մեր գործընկերոջը։ Տեսնենք թե ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել հունիսի 10-ին տարբեր տարիներին։ Եվ արդեն ասացինք իհարկե, որ այսօր ստեղծվել է գնդիկավոր գրիչը եւ դրա հեղինակը Լասլո Բիրոն է։ Արգենտինայում է ստեղծվել փաստորեն այս հայտնագործությունը 1943 թվականին։ 2000 թվականին հետարքիր իրադարձություն տեղի ունեցել Լոնդոնում Թեմզագետի վրա բացվել է հետիոտնի երթևեկության համար նախատեսված միլենիում կամուրջը, որը սկսվել է կառուցվել 1998-ից։ Երկարությունը 370 մետր է, լայնությունը 4 մետր։ Ահա, էլ ինչ է տեղի ունեցել։ Այո, Սոյուզ մուլտֆիլմը, որի մասին ձեզ արդեն պատմեցինք, 1936 թվականի այսօրն է հիմնվել Մոսկվայում։ Աստված չանի լինի այնպես իրավիճակ, որպեսզի դուք ստիպված լինեք բղավել SOS ազդանշանը, բայց արի ուտես, որ հենց այսօրը 1909-ին առաջին անգամ օգտագործվեց SOS ազդանշանը փրկեք, փրկություն։ Ահա, աշխարհում առաջին կենթանաբանական այգին ստեղծվել է փաստորեն հենց հունիսի 10-ին 1873 թվականին Փարիզում։ Իսկ 1865-ի այսօրը Մյունխենի օպերային թատրոնում տեղի ունեցել Ռիխարդ Վագների Տրիստան եւ Իզոլդան օպերայի պրեմիերան։ Ահա, ծնունդներին անդրադառնանք եւ հասկանանք թե ում ծնունդն է այսօր եւ սկսենք թերևս հայ դիվա 90-ականների փոփ դիվա, իհարկե մինչ օրս էլ այո, սեքս սիմվոլ, մինչեւ հիմա էլ ստեղծագործում է, բայց միևնույն է նրան միշտ ասոցացնելու ենք այդ 90-ականների փոփ մշակույթի հետ 1975 թվականին այսօրն է ծնվել երգչուհի Լիլիթ Կարապետյանը, ում շնորհավորում եւ մեր ողջույններն ենք հղում։ Ես էլ եմ սիրով շնորհավորում Լիլիթին, լավ մարդ, լավ հայուհի, լավ մայրիկ, լավ երգչուհի եւ պարզապես լավ անձնավորություն։ Լավ ընկեր։ Կարծում եմ կհասցնենք լսել նրա Ես էլ եմ այդպես կարծում։ ստեղծագործություններից մեկը նաեւ։ Նաեւ ուզում եք սիրով շնորհվել մեր գործընկերոջը, դերասանուհի ասմունքող մեր գործընկեր Սիլվա Յուզբաշյանի ծննդյան օրն է այսօր, նրա ծննդյան տարեթիվն է 1954-ը։ Ինձ չէին ներելու ֆուտբոլասեր որոշ իմ ընկերներ Կարլո Անչելոտի ծննդյան օրն է այսօր, իտալացի ֆուտբոլային մարզիչը 1959-ի այսօրն է ծնվել։ Բլյուզմեն Հաուլին Վուլֆն է ծնվել այսօրը 1910-ին։ Ահա։ Արքայազն Ֆիլիպը, մեր թագուհու ամուսինը, մեզնից հեռացած ցավոք թագուհի 1921 թվականի այսօրն է ծնվել Ֆիլիպ Մաունտբեթեն, կամ ինչպես մենք ենք ասում Արքայազն Ֆիլիպ, Եղիզաբեթ II-ի ամուսինը եւ Էդինբուրգի դուքսը։ Եվ ամերիկացի դերասանուհի Ջուդի Գարլենդի ծննդյան օրն է այսօր, նա ծնվել է 1922 թվականին։ Ես առաջարկում եմ այս պահին բաց չթողնենք առիթը եւ վայելենք Լիլիթ Կարապետյանի վերջին, այսպես տեսահոլովակի կատարումը, այնտեղ նա ներկայացել է շատ անսովոր իհարկե արտաքինով, Լիլիթը սիրում է զարմացնել իր երկրպագուներին, ճիշտ է, մի փոքր մեծ դադարներով է ներկայացնում ամեն անգամ իր նոր աշխատանքը, բայց դա իրեն կարելի է։ Իրեն կարելի է խանդելա կոչվում է ստեղծագործությունը, վայելենք, որից հետո արդեն կդիմավորենք ռադիոլուրի մեր գործընկերոջը։ We can jump every night, baby girl, you so what? Make a bad man love, get up, we can chop. I like the way you move, señorita. Come on, shake your body, mamacita. I like the way you do that thing, señorita. Mami, yo te quiero, bad man.
on the club, everybody scream. When you move to the booty, everybody crazy. Me never ever stop for your love, baby, down, down. Like the way your booty down low, baby, calm down. Me wanna go now, she tell me please say down. Body in my body, she tell me please say down. She wanna make it crazy, and let me feel so baby. Dale, 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 baby. Shakira, we are ready. We are ready. We are ready. We are. Խանդելա երկի հնչյունների ներքո շատ կրակոտ շարժումներով մուտք գործեց մեր տաղավար մերսելի գործընկեր Արմինե Գևորգյանը։ Բարի լույս Արմինե։ Բարի լույս։ Ես տեսնում լավ տրամադրություն ունեք ռադիոլորից։ Շատ հետաքրքիր ձևով ներկայացրեցիք։ Դե ուզենք պետք է լավ տրամադրություն ունենանք։ Տենց։ Արմինե, հետընտրական աժոտաժը կարծես թե շարունակվում է, ենթադրում եմ լրահոսն էլ նույն չափ լարված եւ ակտիվ է, որքան իրականում հենց ընտրությունների օրերին կարծես թե վերահաշվարկ է տեղի ունենա։ Լավ կլներ, չէ՞, խանդից հարցնեինք, օրինակ ասեինք Արմինե, արդյոք խանդոտ ես, չէ, պիտի ես ընտրություններից հարցնեի, չէ։ Չէ, ալկոլինի ընտրություններից խանդոտ չէ, ընտրություններից եկեք գոնե այս երկու րոպե խոսենք։ Եկեք խոսանք մեկ այլ թեմայից, այսօր պաղպաղակի միջազգային օրն է։ Եթե վեգան այդքան էլ չի սիրում պաղպաղակ, դու սիրում ես։ Բնականաբար այո։ Իսկ ինչ պաղպաղակ։ Մրգային, կարամելային։ լեցված, ոչ թե մեջը դեռ։ Օ, այդա հաճելի։ Եվրոպայում ջելատերիաներից երբևէ պաղպաղակ ճաշակել ես։ Իսկ սիրելի համը ո՞րն է պաղպաղակի։ Ես ասացի Տենց խառել է, սև ներողություն, սպիտակ, շոկոլադե եւ այլն, պաղպաղակով տորթեր, այն ինչ որ կապված է պաղպաղակի հետ, շատ սիրում եմ, բայց մեր մանկության պաղպաղակը չկա, չէ՞, հիշում եք այն կլորի սենց էսկիմոներ, այսինքն դու չէ, բայց Տիգրանը։ Ես հիշում եմ։ Ես ինչ որ էսկիմոներ հիշում եմ, չգիտեմ դա նույն էսկիմոյի մասն է թե խոսքը թե ոչ, ես նաեւ հիշում եմ եւ մի տեսակ նոստալգիկ եմ հիշում ու շատ տխրում եմ, որ հայտնի բրենդի մեքենան գալիս էր եւ երաժշտությամբ Կա։ Մանկություն ասացիր այսօր Սոյուզ մուլտֆիլմի, նաեւ որն է, այ քո սիրելի ամենամուլտֆիլմը այդ ընկերության։ Շատ եմ սիրում եւ երբեմն բարբերաբար նայում եմ հայկական մուլտֆիլմեր։ Չէ, ռուսական Սոյուզ մուլտֆիլմից որ միայն դա է։ Բար, ասինքն միանգամից այդ գալի։ Ես Կեշա Թութակի մուլտֆիլմ եմ սիրում։ Պոստատաց, Պեչկինի, արկածները։ Այո, մեզ այստեղ էլ են լավ կերակրում։ Տեսնում ես, ինչքան լավ մուլտֆիլմեր կան։ Ну заяц погоди, ժամանակն է լուրերի։ Այո, ժամանակն է լուրերի, Արմինե, խոսափողը կոմն է։ Զայեսն է թե որ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Խորհրդարանի ընտրությանը հաղթանակ տարած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Հարևան Իրանի նախագահ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև Եվրամիության կառույցների ղեկավարներ ու բազմաթիվ երկրների ղեկավարներ վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են, առաջիկայում կմեկնարկի Քաջարանի թունելի շինարարությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Վերջինս նշել է, որ շինարարությունը շատ հաջող է ընթանում Ագարակ-Քաջարան հատվածում։ Ծրագրի հաջորդ փուլը Քաջարանի թունելի կառուցման մեկնարկն է լինելու, իսկ հաջորդիվ արդեն տեղի կունենա Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։ Վերջինիս
խոսքով հյուսիսհարավ ավտոմայրուղու ծրագիրը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը։ Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով նախաձեռնված քրեական վարույթներից 77 վերաբերել է ուժեղ Հայաստանին, 24-ը Բարգավաճ Հայաստանին, 11-ը Հայաստան դաշինքին։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ։ Թվերը ներկայացրել է հակակոռուպցիոն կոմիտեն, քաղաքացիներին կոչ արել պահպանել օրինականությունն ու զերծ մնալ ընտրական գործընթացների վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով հայտնում են գլխավոր դատախազությունից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Արցախի ներողություն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում քննվել է հայ գերիների բողոքները։ Գերիներին տրամադրվել է ինչ-որ փաստաթղթերի թարգմանություն, որը նրանք պահանջել էին նախորդ նիստի ժամանակ։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու ցանկություն է հայտնել, ելույթների համար խոսքը տրվել է պաշտպանական կողմին, բայց բացի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանից, մյուս փաստաբանները ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատարանին խնդրել են դատավարություն հետաձգել ելույթների նախապատրաստվելու համար։ Իշխանյանն ու Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել են շարունակել դատավարությունը։ Հայտարարվել է ընդմիջում, որից հետո որոշ գերիներ կոնֆիդենցիալ հանդիպումներ են ունեցել պաշտպանների հետ։ Այնուհետև նախագահ դատավորը հայտարարել է, որ պայմաններ կստեղծվեն այն անձանց համար, որոնք ցանկանում են ելույթ ունենալ նիստի ընթացքում։ Ելույթ է ունեցել Արայիկ Հարությունյանի պաշտպան Անար Մամեդովը։ Նա դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Արցախի նախկին նախագահը պաշտպանել է փաստաբանի դիրքորոշումը։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն աշխատանքային այցով Սյունիքում է։ Նա այցի նպատակն է տեղում ընդգծել եւ ամրապնդել հայ-ամերիկյան բազմավոլորտ գործընկերությունը։ Ըստ դեսպանության հաղորդագրության Դեյվիդ Ալենը հանդիպումներ է ունենալու տեղական իշխանությունների, ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտների, խաղաղության կորպուսի կամավորների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Նա այցելելու է նաեւ Մեղրի սահմանային հատված, ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու։ Այստեղով պետք է անցնի Թրամփի ուղին։ Ամերիկացի դիվանագետը Գորիսում հանդիպելու է Որոտան Կասկադ հեկի ընկերության ներկայացուցիչներին, որտեղ ըստ դեսպանության օրակարգային կլինի էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը։ Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտնել է ղեկավար Սերգեյ Դակվեյտը։ Դիտարկում եւ վերլուծում ենք, եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցություններից, ասել է նա, պատասխանելով Հայաստանից մատակարարումների վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմլոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի նկատմամբ։ Իսկ հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են մտցվել կերասի, բալից, Իրանի, դեղցի, սալորի եւ խաղողի մատակարարումների համար։ Սահմանափակվել է նաեւ Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ներկրումը։ Եվ անդրադառնանք միջազգային լրահոսին, Եվրամիությունը 27 երկրների մշտական ներկայացուցիչներ այսօր կսկսեն քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այս մասին ասված է Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեի օրակարգում։ Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագիծը, որը առաջին հերթին ուղղված կլինի ռուսական էներգակիրների արտահանման եւ բանկային համակարգի դեմ։ Եվրամիության դեսպաններն այս փաթեթի շուրջ քննարկումը կնախապատրաստեն հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրամիության նախարարական հանդիպման համար։ Այսքանն էինք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում, խոսափողի մոտ էր Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ շարունակում ենք Վեգայի հետ միասին ձեզ ողջունել։ Բարի լույս, եւս մեկ անգամ մաղթում ենք բոլորիդ, հատկապես այն մարդկանց, որոնք գուցե մեզ նոր են միացել եւ հիշեցնում ենք, որ մեզ հնարավոր է ոչ միայն լսել, այլև դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am, իդեպ վաղուց չեմ ստուգել, կարծես թե նոր մեկնաբանություններ ունենք, որոնք այո, նոր մեկնաբանություններ ունենք, որոնք չեմ հասցրել կարդալ։ Լաուրա Ալեքսանյանն է մեզ բարի արևոտ օր մաղթում, բարի լույս գրում է Մարիամ Գուլքանյանը, Եսեր Մխիթարյանը նույնպես միացել է մեզ, գրում է բարի լույս սիրելի հաղորդավարներս, Աստծո ողջնված բարի լույս, մի ծիծաղելի բան է տեղի ունեցել, աուդիո տարբերակով FM հաճախականությամբ մեզ հետևող մարդիկ չեն տեսնի, բայց ես այսօր ալիքներ եմ արել մազերս, խուճուճ եմ այսօր եւ կարծես թե ինձ շփոթել են Լուսինեի հետ արդյունքում։ Մեր ռադիո լսողներից մեկը գրել է բարի առավոտ երեխեք ջան, Լուսոնիկ ջան, տաքացրու բլինչիկ մաքուր կաթիսերով, մեր լավաշը կոնաձև փաթաթած եւ լցոնած մանրացրած ընկույզ մոշի թթվասերը եւ մի քիչ սառեցրած։ Հուսով եմ կսիրես։ Պաղպաղակ ստացվեց։ Կփոխանցեմ Լուսինեին, որովհետև ես Լուսինեն չեմ։ Վահե Գաբրիելյանն էլ գրում է բարի լույս բոլորին, մեր հրաշք հաղորդավարներին, բոլոր ռադիո լսողներին։ Եսեր Մխիթարյանն էլ ասում է Վեգա ջան, քեզ համար սուրճ եմ պատրաստել, համեցեք ինձ հետ սուրճ խմելու։ Շատ շնորհ, բատի գրան եմ։ Վեգայի պատրաստած սուրճը ես արդեն խմեցի, նույնիսկ հասցրեցի երկրորդ գավաթը խմել, այնպես որ Այո։ Շարունակենք, Շարունակենք հիշեցնենք այսօր Պաղպաղակի միջազգային օրն է եւ մենք եղել ենք մի քանի հետաքրքիր փաստեր սիրելի Պաղպաղակի մասին։ Ահա, եւ այսպես փաստորեն Պաղպաղակի նախատիպերը գոյություն են ունեցել դեռ հազարավոր տարիներ առաջ։ Հին ժողովուրդները ձյունն ու սառույցը խառնում էին մրգերի, մեղրի կամ խմիչքների հետ եւ ստանում սառը աղանդեր։ Ժամանակակից Պաղպաղակի ծագումը իհարկե հստակ հայտնի չէ, բայց սառեցված աղանդերներ օգտագործվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 4000 թվականից։ Իտալական ջելատոն, այ որը հիշեցինք մի քանի անգամ, սովորական պաղպաղակից տարբերվում է նրանով, որ պարունակում է ավելի քիչ օդ եւ սովորաբար ավելի խիտ ու հարուստ համունի։ Ես դա Կարակի չգիտեի։ համունի։ Ես կարծում էի, որ ջելատոն պարզապես պաղպաղակն է իտալերենով, բայց փաստորեն սառույց չկա այնտեղ եւ անմահական է պարզապես։ Պաղպաղակի վաֆլե կոնի ժողովրդականությունը մեծապես աճել է 1904 թվականին St. Louis World's Fair-ից հետո, երբ այն լայնորեն ներկայացվեց այցելուներին։ Իդեպ կոնի հետ կապված մի շատ հետաքրքիր պատմություն կա, չգիտեմ որքանով է համապատասխանում իրականությանը, դրա համար ամեն դեպքում ասենք լեգենդ, ամենասիրելի տեսակներից մեկն է, չէ՞, այդ պաղպաղակի կոնը, բայց պարզվում է, որ ինչպես է այն ստեղծվել, երբ պաղպաղակ վաճառողը վերջացրել է բաժակները, որով պաղպաղակ էր մատուցում, իսկ հարևան վաֆլի վաճառողը իր վաֆլիները գլորել է կոնի ձևով եւ արդյունքում բաժակի փոխարեն օգտագործել են եւ համագործակցության արդյունքում ստեղծվել է աշխարհի ամենապահանջված տեսակներից մեկը պաղպաղակի։ Այ դա չգիտեի։ Առաջին ուտելի պաղպաղակի բաժակների արտոնագրերը տրվել են դեռևս 1880-ականներին։ Ահա, իդեպ փաստորեն սառնարանի հայտնվելը հեղափոխել է պաղպաղակի արտադրությունը, քանի որ մինչ այդ պատրաստվում եւ սպառվում էր տեղում, դե բնականաբար երկար պահել հնարավոր չէր։ Բայց հետաքրքիր է նույնիսկ այդ մասերը, հա, որոնք օգտագործվում են պաղպաղակի համար, բաղադրիչներ ինչպես էին սառը պահում, մինչեւ այդ հետաքրքիր է։ Հետաքրքիր է։ Ձողիկով սառեցված աղանդերը Popsicle-ը ստեղծվել է պատահաբար 1905 թվականին, երբ 11-ամյա տղան գիշերը դրսում մոռացել էր քաղցր ըմպելիքով բաժակն ու խառնիչ փայտիկը։ Տիգրան, գիտես ինչ հիշեցի, իմ մանկության ամենաջերմ հիշողություններից մեկը, ես մեծացել եմ 3-րդ մասում եւ այնտեղ 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ այն վատ հյութերը կհիշես, որ այսպես ջրով բացում էին, զուպի, յուպի չեմ հիշում, այո։ Եվ ինչ էին վաճառում 20 դրամ արժեր, փոքրիկ մեկանգամյա օգտագործման պլաստիկ բաժակների մեջ, սառույց էին ստանում հյութերից, մեջն էլ մի փոքրիկ ձող էր լինում, որով պիտի բռնեիր այդ սառույցը եւ վայելեիր պարզապես։ Ընդամենը 20 դրամ արժեր, բայց դա մեր ամենասիրելի աղանդերն էր եւ հիշում եմ ամբողջ բակով վազում էինք այդ տան բակ, իսկ դա վաճառվում էր տներից մեկի բակում, որ դա փորձեինք։ Հիմա որ փաստորեն այս 11-ամյա տղան է մեղավոր, այո։ Ասում են որ պաղպաղակը համարվել է նույնիսկ առողջարար սնունդ եւ վաճառվել դեղատնային սոդայաջրերի հետ։ Հետաքրքիր է, իդեպ այո, կարծեմ կոկորտի հետ կապված որոշ դեպքերում խորհուրդ են տալիս պաղպաղակ ուտել։ Բայց ոչ շատ սառը։ Այո, ամեն դեպքում մենք այդ խորհուրդը չենք տալիս, որովհետև բժիշկ չենք։
երբեմն եղել են անսովոր համեր պատմության ընթացքում, որոնք հետագայում եղել չեն կրկնվել բարեբախտաբար, օրինակ պարմեզան պանրի համով պաղպաղակ, ոստրեի համով եւ նույնիսկ ուշադրություն ծնեբեկով պաղպաղակ։ Վայ, դա հաստատ Դա այո, չարժե։ Ես հեռու եմ ծնեբեկներից եւ անցկնային տեսակներից։ Իդեպ ամենապահանջված համերը պաղպաղակի ամբողջ աշխարհում շարունակում են մնալ վանիլը, շոկոլադը եւ ելակով պաղպաղակ։ Դե մրգային պաղպաղակից հաստատ կարծում ոչ ոք չի հրաժարվի։ Մենք շարունակում ենք 10:14 հաճելի հանգստյան օր, նաև աշխատանքային նրանց որ ովքեր աշխատում են։ Չորեքշաբթի։ Alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. My name is Macarena, always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me, and all you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo para dar la alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. Տասնանց է 18 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրայինի առաջին ալիքը, օրը հանգստյան չէ, օրը աշխատանքային է, իսկ ես ողջունեցի նրանց, ովքեր վայելում են իրենց ամառային հանգիստը։ Դե կան մարդիկ, որոնք արդեն իրականում արձակուրդները սկսել են, իրենց կուտակած տարվա ընթացքում կուտակած արձակուրդային օրերը սկսել են սպառել, այնպես որ ոմանց պարագայում դա ճիշտ էր եւ հանգստյան օրեր էր, ձեզ նախանձում ենք, ողջունում ենք եւ մեզ համար աշխատանքային տաղավար, այո։ Բացում ենք հյուրասրահի դռները, մեր հյուրին ավելի շատ այսպես ավելի լավ ճանաչում է վեգան, այնպես որ դու Այո, դե քանի որ արդեն ասացիր, որ ես ճանաչում եմ, պատմեմ մի հետաքրքիր ձևով ներկայացնեմ մեր հյուրին։ Ժամանակին շատ տարիներ առաջ ես ճանաչում էի 10-11 տարեկան մի տղայի, որը նոր գնում էր նկարչության, մատիտով նկարներ էր անում, փորձում էր ինչ-որ հետաքրքիր ուղղություններ եւ հետո այնպես ստացվեց, որ դե աշխատանք, ամեն մեկը իր գործով եւ երկար ժամանակ չէի տեսել նրան։ Մեկ էլ մի օր հանկարծ Հյուսիսային պողոտայում տեսնում եմ, որ մեծ աժոտաժ է, մարդիկ քննարկում են ինչ-որ մի ժամանակ
ժամանակակից արվեստագետի գործերը, որը սփրեյով հետաքրքիր տիեզերական պատկերներ է ստանում եւ ում մտքով կանցներ, որ դա նույն տղան է, որը այո, արդեն մեծացել է, դարձել է պրոֆեսիոնալ, հաջողությունների հասել եւ Այսօր եթերում է։ Այսօր էլ մեր եթերում է սիրով ներկայացնեմ Գանձ գրաֆիտի հիմնադիր Հարություն Մեսրոպյանին, բարի լույս։ Բարի լույս։ Եվ բարի գալուստ մեր տաղավար։ Ինչպես է սովորաբար սկսում առավոտները։ Այո, շատ դժվար է իրականում իմ մոտ առավոտները սկսելը, օրը, որովհետև մեր գործը ոնց որ շատ հիմնականում կախված է տենց երեկոյան ժամերին, էլի, որովհետև այդ ժամանակ ավելի հարմար է էլի աշխատանք անելը, այսօր քիչ շարժ է լինում քաղաքում, հանգիստ ես նկարում, ու ոնց որ առավոտները մի քիչ դժվար են արթնանում էլի։ Քանի որ խոսեցին քաղաքում նկարելուց, կարծում եմ արժե սկսել խոսակցությունը վերջին այցեքարտերից մեկից, քո վերջին ստեղծագործություններից մեկը, որը դարձավ պարզապես բում, բոլորը քննարկում են, մի մասը առավոտից երեկո հերթ է կանգնում, որ կարողանա ազատ գտնել այդ տարածքը նկարվել, մի քանիսը կամ որ ասում ով գալիս է, անպայման պետք է մի տեսանյութ անի եւ հրապարակի։ Հրապարակի խոսքը այն հայտնի խալու Գորգի մասին է, որը Պուշկին Աբովյան փողոցների խաչմերուկում է գտնվում։ Նախ ինչպես ստացվեց այս ստեղծագործությունը, արդյոք հատուկ առաջարկ կար, գաղափարներ եւ ինչպես իրականություն դարձավ եւ արդյոք պատկերացնում էր, որ այսքան մեծ աժոտաժ է ստեղծվելու դրա շուրջ։ Դե իրականում հենց ունենք այդպես գաղափար մոտավոր պատկերացում, որ ինչ որ ձևով հայտնի կդառնա, ոնց որ մարդիկ շատ կսիրեն, բայց չենք պատկերացնում էլի, որ այս չափի կդառնար էլի, ոնց որ աժոտաժը բումը կհասներ այնքան, միջև չգիտեմ։ Իսկ գաղափարը ինչպես եղացավ ասել։ Գաղափարը իրականում իմ Պետոյի Կենտրոն համայնքի ղեկավարի Պետոյի հետ ու նաև ոնց որ փորձեցինք համագործակցել համել Ալեքսանդր Հյուրանոցի հետ, ու ոնց որ երեկոմ տես գաղափարները մտածեցինք, քննարկեցինք մոտ մի տարի առաջ էլի, ու նոր մի տարի հետո նոր կարողացանք Իսկ ինչով էր պայմանավորված, օրինակ ուսումնասիրում էի Գորգի ուսումնասիրում ենք, հետո ես դուրսն էի ապրում, հետո եկա փորձեցինք, հենց հանդիպեցինք ինչ որ նոր գաղափարներ, հետո եղանակային պայմաններ այդքան էլ լավ չէր, հետո որոշեցինք գալ, հասնել մինչև այս գարուն։ Իսկ սա հենց հայկական գորգ է, ինչ որ հատուկ ընտրված զարդանախշեր է, ինչ գորգ է սա։ Այս գորգը մենք ոնց որ ուսումնասիրել ենք, ի սկզբանե այս գորգը Ալեքսանդր Հյուրանոցի սեփականատիրոջ ոնց որ պապու տատուս հենց գորգն է, էլի, շատ 1928 թվական էր հենց վրան ասեղնագործած, բայց հետո մենք ուսումնասիրեցինք, հասկացանք, որ այդ գորգը ինքը ավելի հին է, քան հենց 1928 թվականը, ու մենք հասկացանք, որ այդ Սասունի շրջանից է, Արևմտյան Հայաստանի եւ այլն sense շատ պատմական։ Ինձ հետաքրքրում է ինչքան կպահպանվի այդ մոտ 1 տարի։ Իսկ հետո կթարմացնեք թե չէ, մենք մտածել ենք ամեն տարի ոնց որ փոփոխենք այդ գորգը։ Այսինքն պետք է ջնջեք նորը նկարեք։ Հա։ Ու համել ավելացնենք ուրիշ տեղերում էլի քաղաքում։ Կան արդեն խաչմերուկներ, որոնք նախանշել եք կենտրոն համայնքում, որտեղ պետք է լինի այդ։ Դեռ հա մի քանի տեղեր կան մոտավոր, բայց դեռ չենք ուզում փակագծերը բացենք, բայց շուտով լինելու է նոր միջև ոնց որ միջև աշուն կլինի 3-4 տեղ։ Հարություն, ես տեսա, որ ինչ որ մարդիկ կոչ էին անում հասկանալ, որ սա անցում չէ, կարծես թե չէ, մարդիկ կարծում են, որ եթե գորգ է փռած, այդ հատվածով պետք է անցնել, բայց այդպես չի, չէ։ Դե իրական չէ, արդեն այդպես է, որովհետև այդտեղ լուսացույց են դրել, ոնց որ փոխել են, էլի, ոնց որ մարդիկ այնքան շատ էին անցնում, որ հասկացան, որ պետք է անցում լինի։ Գուցե սա հետաքրքիր նախադեպ լինի եւ առհասարակ հայկականություն ընդգծելու համար մեր փողոցների անցումները վերածենք գորգերի։ Ինչու ոչ։ Առհասարակ քո ստեղծագործական կյանքին անդրադառնալով հետաքրքիր է ինչպես ընտրեցիր քո ուղղությունը կամ ուղղությունները, որովհետեւ բնականաբար հիմքում միևնույն է դասական արվեստն է, գիտեմ որ հենց այդպես էլ սովորել ես, բայց ամեն դեպքում նոր, վառ եւ հետաքրքիր ուղղություններով ես աշխատում, ինչպես ստացվեց, ինչպես գտար այս ոճը կամ ոճերը, որոնք դարձան քոնը։ Դե իրականում դասական նկարչությունը հենց որ սկսում ես արդեն հենց քո ձեռը վարժվում է դասական նկարչությունը, արդեն սկսում ես ինչ որ նոր բաներ ման գալ, էլի նոր ինչ որ ոճեր ման գալու հենց այդ փնտրտուքների տարիքում համել ընկերների հետ ինչ որ թաքուն տարբեր տեղերում գրաֆիտիներ էինք անում ու տենց կամած սերը սկսվեց էլի այդ ինչ որ
թաքուն, չգիտեմ ինչ որը որ վանդալիզմի կարգի էր ավելի շատ, այդ էր մեզ դուր գալիս, բայց կամած արդեն այդ ինքը տենց եփավ հասավ մի հատ այնց կետի, որ արդեն էլ վանդալիզմով չզբաղվում են։ Արդեն քաղաքի ներկայացուցիչներն էին խնդրում, չէ՞, հենց նկարել։ Էլ ինչ հայտնի գործեր կան քաղաքում, որոնք դու ես հեղինակել, որ գուցե քչերը գիտեն։ Այս պահին, քանի որ ես մի քանի մոտ 4-5 տարի բաց եմ թողել ստեղ ապրելու շանս ու ստեղծագործելու, ավելի շատ իմ այդի գործերի գտնվում է Դուբայում, էլի, որովհետև մոտ 4-5 տարի այնտեղ եմ ապրել։ Նույնիսկ Դուբայում կարող եմ տեսնել քո աշխատանքները, այո։ Դուբայում ավելի շատ աշխատանքներ ունեմ, քան Հայաստանում։ Եվ ամենաառաջի տես մասշտաբային գործը հենց մեր խալին էր, էլի, մենք մի անգամից եկանք ստեղ ու որոշեցինք ինչ որ մի հատ նոր բան էլ ստեղից սկսենք, էլի։ Այսօր մոդեռնի համաշխարհային օրն է, քո ստեղծագործություններում մոդեռնը ինչ տեղ է զբաղեցնում։ Դե մոդեռնը իրականում շատ առանցքային տեղ է զբաղեցնում, որովհետև մենք հիմա ապրում ենք մոդեռնիզմի երևի ամենավերջում, որովհետև մոդեռնիզմը շատ երկար տարիներ առաջ է ստեղծվել, ու մենք երևի պոստմոդեռնիզմ ենք 19-րդ դարավերջին, 20-րդ դարաշրջան։ Մենք հիմա երևի պոստմոդեռնիզմ ենք, երևի կարող է փոխվել արդեն էլ մոդեռնիզմ չի, բայց իրականում մոդեռնը շատ կարևոր նշանակություն ունի իմ գործերի մեջ, որովհետև նկարել մի հատ ինչ-որ աշխատանք ու այդ ցույց տալ ժողովրդին, այսինքն ցույց տալ այդ քաղաքում ապրող մարդկանց ու մի հատ նենց յուրովի տարբերակով ցույց տալ, որ մարդիկ ասեն, այս մեկը չի պատկերացրել, որ սենց բան կարա լիներ, այդ արդեն մոդեռն է, էլի, ու մենք ոնց որ մեր աշխատանքները փորձում ենք հենց այդ այս սահմանների մասին կցանկանամ մի փոքր խոսենք, որտեղ է քեզ համար այդ սահմանը սկսվում, անցումը հա դասականից դեպի մոդեռն կամ գուցե այլ ոչ, եւ արդյոք կան քեզ համար սահմաններ եւ օրենքներ քո ստեղծագործական աշխարհում։ Դե իրականում արվեստի մեջ այտենց օրենքներ ու սահմանները մի քիչ շատ տարբեր են։ Չէ, հարցում տես մարդն ասում է ես սովորել եմ ենթադրենք, հա, տարիներ բուհում եւ ինձ համար կան այնուամենայնիվ դասական օրենքներ, որ այս գիծը պետք է լինի այսպես, չգիտեմ, այս երանգյունին այսպես, կանոնն է այսպեսին։ Կան մարդիկ, ովքեր անտեսում են, ասում են ոչ, ես սա իմ աշխարհն է, ես պատկերում ամեն ինչ, ինչպես որ ես եմ զգում։ Հիմա քեզ համար։ Ես այս բանանը պիտի փակցնեմ եւ վաճառեմ $2 միլիոն։ Դե եթե ինչ որ մեկը, նայեք, շատ ինդիվիդուալ է իրականում արվեստի մեջ էլ, եթե երկու հոգի բանավիճում են ու այդ երկու հոգին շատ ինդիվիդուալ տարբեր պատկերացումներ ունեն, իրենք մեկը մի հայտարարի չեն գալու։ Որովհետև բայց մեկը բանավիճում է պահպանելով օրենքները, բայց իրենն է անում։ Իսկ այն մյուսը իսկ այն մեկը զգացական արվեստ անում, իսկ այն մյուսը անում է ավելի կանոններով արվեստ, բայց երկուսն էլ արվեստ է, էլի, այսինքն եթե ընդհանուր խորանաս երկուսն էլ նույն բանն են անում, բայց լրիվ տարբեր մոտեցումներով, էլի։ Սովորել պետք է թե ոչ այս։ Սովորել պետք է, միշտ պետք է սովորել ու ամեն վարքյանապետ նոր բաներ սովորել ու պետք է հենց այդ կանոնները սովորել իշ թվում է առաջինը ու հետո փորձել այդ կանոններով ստեղծել մի հատ այնց բան, որը որ կանոններից դուրս կլինի։ Այդպես է, չէ, ասում են թե արվեստի տարբեր ճյուղերի բնագավառներում, թե օրինակ հեռուստատեսության ոլորտում ասում են կանոնները կարելի է խախտել, բայց դրա համար նախ եւ առաջ պետք է իմանալ այդ կանոնները եւ հետաքրքիր մի բան էլ քո հարցին հավելելով իրականում այսպիսի մի կարծիք կա, որ ցանկացած բան, որը արդյունքում քննարկում է առաջացնում, արվեստի ցանկացած գործ, որի արդյունքում բանավիճում ենք, քննարկում ենք, ենթադրում ենք, անկախ նրանից մեզ դուր գալիս է թե ոչ, արդեն իրենից արվեստ է ներկայացում, որովհետեւ դա հենց այդ նպատակով է։ Եթե բանավեճը առողջ է։ Այո, եթե բանավեճ առողջ է, իդեպ վերջերս մի հայկական սերիալ էինք դիտում, Տիգրան, ինչը զարմանալի էր իմ ու իմ ընկերական շրջապատի համար, որովհետև չենք դիտում սովորաբար, ու դե քննարկում էինք միևնույնն է դե լիքը վատ կողմ էինք գտել իրար հետ բանավիճում էինք, ասում էի սա ահա որն է, ահա որ եւ այլն, բայց ինչ որ պահի կանգ առանք ու ասացի, իսկ հասկանում եք, որ եթե գոնե մի սերիալ է նկարահանվել, որը հերիք չի նայել ենք մի հատ էլ քննարկում ենք, վիճում ենք ու թեկուզ ասում ենք թե որոշ կետեր ինչքան ծիծաղելի են, արդեն լավ է եւ գուցե սա սկիզբն է, որ ինչ որ նոր լավ տեղ գնանք։ Կարծես թե մենք գովազդային դադար ունենք։ Այո, կարճատև դադար, որից հետո մեր զրույցը մենք կշարունակենք։ Սուրճ ուսեր առավոտից։
10:28 րոպե եւ մենք շարունակում ենք սիրով աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Այո, Gans Graffiti հիմնադիր Հարություն Մեսրոպյանը մեր տաղավարում է, շարունակում ենք նրա հետ աշխատել, իդեպ գուցե դուք էլ հարցեր ունեք մեր հյուրին 553702 հեռախոսահամարով կարող եք զանգահարել եւ դուք էլ ձեր հարցերը ուղղել։ Մինչ այդ Հարութ հենց Gans Graffiti-ից խոսենք, ինչ ստուդիա է սա, կարծես թե իր ձևաչափով առաջինն է Հայաստանում, ինչ է այն առաջարկում, ինչ են այստեղ անում։ Իրականում մեզ մոտ մեր ստուդիայում բոլոր մարդիկ չունենք ոչ մի տարիքային սահմանափակում ու ընդհանրապես չունենք ընդհանրապես ոչ մի սահմանափակում, այսինքն որ մեր ստուդիան ուղղակի գաք տեսնեք, հասկանաք որ չկա սահմանափակում։ Ամենամեծը տարիքով, քանի տարի։ Մոտ 65 տարեկան։ Ինչ ունեցել ենք։ Իր թորնիկների հետ եկել են ու բոլորը մասնակցել են փորձառություններին, էլի ունենք տարբեր։ Ինչ են անում, օրինակ։ Ունենք մեզ մոտ տարբեր տենց արվեստի հետ կապված փորձառություններ, 7-8 տարբեր փորձառություններ, որոնք ավելի շատ ժամանցային արվեստ է, այսինքն այդտեղ չկա կանոններ, պետք չի տաղանդ, ընդհանրապես ոչ մի գունային զգացողություն պետք չի ունենաս, դու գալիս ես ընտրում ես քո գույները ու նկարում ես քո ուզած ձևով, որ փորձառությունը որ ընտրում ես։ Հրաշալի է, որովհետև կարծում եմ արվեստի հատկապես այս ճյուղը այն է, որ մենք մանկուց մի բան է, որ բոլորս փորձում ենք, չէ՞, ոչ բոլորն են փոքր ժամանակ օրինակ երգում կամ երգի գնում, ոչ բոլորին են ինչ-որ գործիքի վրա ստիպում նվագել, բայց նկարել բոլորս, անկախ մեր կամքից, չէ՞, դեռ գրել չգիտեինք, բայց ինչ-որ բան պատկերում եւ նկարում էինք։ Մինիմալ բանը թուղթ ու գրիչ որ լինի արդեն։ Առաջին գործողությունը, որ անում ենք, նկարելն է, էլի մտքերի արտահայտման մի ձև է։ Հարութ նկարչությունը, գեղարվեստը երկար ժամանակ կար կարծրատիպ, չգիտեմ, գուցե արվեստագետների շատերի համար դա իրականում կարծրատիպ չէ, որ սա մի ուղղություն է արվեստի, որը որքան էլ սիրես, ոչ այնքան խորհուրդ էր տրվում ընտրել, որովհետև սրանով վաստակել հնարավոր չէ, կարծես թե պահանջված չէ, գոնե գրաֆիկ դիզայներ դարձեք եւ այլն եւ այլն։ Արդյոք սա այսպես է, թե եթե օրինակ քո օրինակով ճիշտ ճանապարհ ընտրել եւ ճիշտ ոչ, այն կարող է վերածվել նաեւ եկամտաբեր մասնագիտության։ Դե իրականում ինչ որ չափով ճշմարտություն կա դրա մեջ, որովհետև այս դարաշրջանում արվեստը դարել է ոչ հետաքրքիր բան մարդկանց համար, որովհետև հիմա չգիտեմ տեխնոլոգիական դարում ավելի շատ տեխնոլոգիաներ, այդ ամեն ինչը մարդկանց հետաքրքրում է, բայց միևնույն ժամանակ կան ինչ որ մարդիկ, ում շատ է հետաքրքրում արվեստը ու այդ մարդկանց շնորհիվ է պահպանվում արվեստը ու նաև որ դու սկսում ես արվեստով զբաղվել ու հանրայնացնել այդ ամեն ինչը մարդկանց մեջ էլ արտնանում այդ զգացողությունը, որ հա չէ, կարևոր է շատ արվեստը մեր կյանքում, էլի, երբ որ տենում են մարդիկ, սկսում են արդեն գնահատել։ Կոմերցիոն տեսանկյունից մեր երկրում, հա, երիտասարդի համար զբաղվել այդ գործով, նույն նկարչությամբ, գրաֆիցիով, ինչքանով է գրավիչ եւ արդյոք գալիս են երիտասարդները ձեզ մոտ։ Հա, իրականում մեր թվում շատ մարդիկ կան, որ ներգրաված են մեր թվում, քանդակագործներ, տենց գրաֆիկ դիզայներ, իլյուստրատորներ եւ այլն, շատ մեծ խումբ է, ու նաեւ ոնց որ ես խումբ ունեմ համ Հայաստանում, համ Դուբայում, նույն նկարիչների։ Սովորեցնում ես նաեւ։ Հա, ոնց որ հա միանում են մեր թվին, ոնց որ սովորեցնում են ու արդեն շարունակում են մեր հետ աշխատել, էլի։ Բայց կոմերցիոն տեսանկյունով իրականում Հայաստանում շատ լավ է, այսինքն աշխարհի բոլոր կետերում է լավ կոմերցիոն տեսանկյունից, նաև Հայաստանում, բայց այն ժամանակ, երբ որ դու ունես ոնց որ իմիջ, պորտֆոլիո, ճիշտ շփվում ես հաճախորդների հետ, հա, բնականաբար, հա, այսինքն դուրս է գալիս, եթե ճիշտ զբաղվես քեզանով, ճիշտ իմիջ անես, ճիշտ աշխատանքներ անես, բնականաբար կլինի եկամտաբեր։ Եվ ի վերջո ճիշտ ուղղություն նաև ընտրես, որովհետև հիշում եմ տարիներ առաջ մի գիրք էի կարդում, որտեղ նշվում էր, որ տվյալ ժամանակաշրջանում ամենաարժեքավորը հանդիսանում է իրականում այն արվեստի այն գործը, որը հենց այդ ժամանակաշրջանն էլ արտահայտում է։ Ինչը կարծում եմ այս պարագայում հենց այդպես է եւ Հարութ ինձ շատ հետաքրքրեց նաև Դուբայում քո ստեղծագործությունների, ինչպես հասկացանք արդիականությունը, հետաքրքիր է այլ երկրում, եթե նույնիսկ սեփական երկրում երբեմն բարդ է հաջողելը, այնպես անելը, որ քո մասին իմանան, այն էլ մեր օրերում, երբ շատ մասնագետներ կան ամենատարբեր ոլորտներում, ինչպես սա հաջողվեց Դուբայում եւ մի քանի գուցե նմուշ օրինակ այն ստեղծագործություններից, որոնք թողել ես Դուբայում եւ արդյոք պլանավորում ես վերադառնալ, թե առայժմ կմնաս այստեղ։ Չէ, դեռ այս պահին այստեղ եմ, բայց դեռ ոնց որ
քանի որ թիմը կա ու պետքա զբաղվել այդ ամեն ինչով չմոռանալ, դեռ գնում գալիս եմ էլի, բայց վերջնական չեմ հետ եկել, իսկ ինչ վերաբերվում է ոնց որ առաջին հարցին, ինձ թվում է Դուբայը ավելի շատ ոնց որ հնարավորություններ է տալիս մարդկանց, որովհետև շատ մեծ պլատֆորմ է, ինքը միջազգային պլատֆորմ է մի կողմից էլ ու իրականում այնտեղ համ բարդ է, համ հեշտ է, ոնց որ sense mix է արած էլի, որովհետև եթե ցեղտաբանություններով ես գնում, այդ ամեն ինչով ես գնում, շատ բարդ է, բայց էլի եմ ասում, եթե դու այնց նկարիչ ես, որ երևում ես, այսինքն լավ աշխատանքներ ես անում, ինչ որ ճիշտ համագործակցություններ ես անում, արդեն այդ ամեն ինչը սկսում է հեշտանալ էլի քեզ համար ու Դուբայում էլ շատ աշխատանքներ ունենք, ոնց որ Իսկ այս շուկաների եւ մտածելակերպի տարբերության մասին ինչ կասեք այնտեղի եւ այստեղի։ Տարբերություն կա առասարակ։ Շատ արվեստագետի համար։ Հա, շատ մեծ տարբերություն կա, որովհետև Հայաստանում հայերը շատ պահանջկոտ են street art-ի հանդեպ, որովհետև դու պետքա հասկանաս, որ այդ արվեստը որ անում ես, ում համար ես անում էլի, այսինքն այդ պետքա դառնա ինչ որ մեծ հանրային քննարկում։ Իսկ այնտեղ տենում են, ասում են, շատ լավն է, ավելի բաց են կոպիտ ասած քննարկումները։ Որովհետև ոչ ազգային ինչ որ բան կա, ոչ ինչ որ քննարկել որոնելու առիթ չկա իրենց համար։ Այնտեղ չկա էլի, որ օրինակ մեր արաբական բաները պետք է լինի պարտադիր պատի վրա, չէ, կարա լինի մի հատ շատ սիրուն մի քանի գույնային լուծումով, ինքը լինի շատ հետաքրքիր street art ու Այսինքն մերոնք ավելի զարգացած են։ Իհարկե, մերոնք մենք կարծում եմ ավելի, եթե անկեղծ մի կողմից խստապահանջ ենք, բայց մեկ էլ մի բան էլ կա, որը չգիտեմ լավ է թե ոչ, մենք երբեմն շատ ենք սիրում կարծիք հայտնել բաների մասին, որոնցից իրանք այնքան էլ գլուխ չեն հանում։ Հատկապես արվեստի ոլորտում բոլորը իրենց գիտակ են հանդակ է տեղադրվում եւ միանգամից բոլորս դառնում ենք արվեստագետ եւ միանգամից քննադատում ենք, բախարակում ենք, բայց հարուտ դեպ առհասարակ ժամանակակից արվեստի նկատմամբ սկեպտիկ է վերաբերմունքը ավելի շատ։ Ես էլ անկեղծ լինեմ, հաճախ երբ գնում եմ նույնիսկ ամենա, չգիտեմ, առաջադեմ երկրների ժամանակակից արվեստի թանգարաններում երբ եղել եմ, հաճախ եղել է, որ այսպես անհասկանալի դուրս եմ եկել։ Ոչ թե ասում եմ լավը չի, հասկանում եմ, որ դա այնքան էլ չհասկացա։ Օրինակ հենց վերջերս Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում մի հսկայական տձև փափուկ խաղալիք էր կախված, այսինքն այն ինչ որ ֆորմա չուներ, պարզապես տարբեր փափուկ խաղալիքներից ինչ որ կտրած հավաքած էր ու այսպես նայում եմ ու հասկանում եմ, որ ինչ է սա, բայց նաև հասկանում եմ, որ վստահաբար կան մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է դա կամ ինչ է ուզել դրանով արտահայտել։ Ամեն դեպքում այս սկեպտիկ վերաբերմունքը ժամանակակից արվեստի նկատմամբ որքանով է խանգարում արվեստագետին, սա հարցի մի մասն է եւ երկրորդ մասն էլ թե դու ինչպես ես վերաբերվում առհասարակ դե բնականաբար լավ կվերաբերվես, բայց ունես սիրելի ժամանակակից արվեստագետներ, թե հայ, թե արտերկրից, որոնց հետևում ես, ոգեշնչվում ես կամ խորհուրդ կտաս հետևել։ Դնեք ժամանակակից արվեստը ինքը իրականում էլի եմ ասում շատ ինդիվիդուալ է, որովհետև միջև չհասկանաս այդ մարդիկ ինչ են արել այդ ոնց որ ինչ են այդ գույնը օգտագործել եւ այլն ամեն ինչի տակ ոնց որ ինչ որ մի գաղափար կա թաքնված իսկ եթե քեզ այդ ամեն ինչը այնքան շատ է հետաքրքիր որ դու ուզենաս բացահայտես հաստատ շատ հեշտ կկարողանաս բացահայտել էլի հենց այդ արվեստը ինչի է օրինակ հենց այդ անունը օրինակ այդ փափուկ խաղալիքի անունը կարող է տնից ինչ որ օրինակ աֆրիկական կարող ինչ որ ցեղի մի հատ չգիտեմ անուն լիներ միանգամից իմաստ ստանալ պրոստը կարդաս ու անցնես գնաս էլի այսինքն եթե դու այդ մակերեսային ես նայում այդ արվեստին հենց մակերեսային էլ ընկալում ես իսկ եթե քեզ հետաքրքիր լինի օրինակ այդ անունը օրինակ Google-ում նայել տենալ այդ ինչա նշանակում ու կամած այդ դռները այդ բանալիները բացվում են ու հասկանում ես այդ ինչ է այստեղից հետևություն եթե ինչ որ բան չեք հասկանում միշտ ապեք փախարակել եւ ասել գեղեցիկ չի լավ է գուցե գիտես Հարութի պատասխանը ինչ հասկացա գուցե ժամանակակից արվեստի առանձնահատկությունը կանում է նրանում որ որոշ բաներ էլ ինքդ պիտի թողնում են քեզ ինքդ պիտի ուսումնասիրես գտես ժամանակին Google-ը չկար եւ երբ մարդիկ օրինակ չգիտեմ վերածննդի ժամանակաշրջանում ինչ որ բան նկարում էին դա հենց այն էր ինչ այդ պահին կարողանալու էր տեսնել եւ ստանալ ավելին ուսումնասիրելու հնարավորություն միանգամից որ արվեստի մեջ ամել ավելացել է ոչ միայն տեխնիկան, այլ ավելանում է ամել փիլիսոփայությունը ու մարդիկ սկսում են արվեստին վերաբերվել ոչ թե ուղղակի նկար, այլ
ինչ որ միտք են դնում էլի իր մեջ։ Այսօր մարդը դույլով, ներկով լի, դույլը շփում է կտավի վրա եւ ասում է սա գլուխ գործոց է, սա իմ։ Դե շատ ժամանակ լինում են նաեւ արվեստագետներ, որը օգտվում են այդ ամեն ինչից էլի, այսինքն օգտվում են ու չափը անցնում են էլի, դրա համար ինչ որ ծաղրանքի է վերածվում ժամանակակից արվեստը։ Երբեմն այո, մի հայտնի տեսանյութ կար, չէ, որ մի մարդ գնացել էր ժամանակակից արվեստի, ընդ որում բավական տարօրինակ արվեստի, այդ Տիգրանի նշած տարբերակով։ Հացու երշիկը չեմ տեսել, կոշիկներ սեփական անել եւ դրել էր կենտրոնում միտեղ եւ մի ոտքը մերկ նստել էր հեռվում եւ նկատում է ինչ որ պահի, որ մարդիկ սկսում են այս կոշիկին վերաբերվել ինչպես արվեստի գործ, գնում գալիս կանգ են առնում ուսումնասիրում։ Հացու երշիկ կար էլի, որ ինչ որ մեկը տենց շակում շորի տակ պահում է ռամկի մեջ հացու երշիկ կախում է պատին, սա գալիս են։ Դա արդեն, չգիտես, այստեղ ժպտաս։ Ծիծաղես թելած լինես։ Եվ Հարութ, ում ստեղծագործություններով ես ինքդ ոգեշնչում, գուցե մարդիկ կան կամ ժամանակակից արվեստի ձևեր կան, որոնք դեռ այնքան էլ հայտնի չեն, խորհուրդ կտաս հետևել կամ ուսումնասիրել։ Իրականում շատ տարբեր արտիստների եմ հետևում ու դեռ շատ դժվար կլինի էլի այդքանից տարբեր անուններ առանձնացնել, բայց հիմնականում ես հետևում եմ ժամանակակից սթրիթ արտիստներին էլի, հիմնական մասը հենց իրանք են լինում ու հիմնականը իմ ընկերներն են էլի։ Հարութ, իսկ լինում է, որ քաղաքում ինչ-որտեղ քայլես եւ, չգիտեմ, ինչ-որ փոքրիկ կամ ինչ-որ մեկ ոչ պրոֆեսիոնալ պատին ինչ-որ բան խզբզած կամ նկարած լինի եւ նայես ու հիանաս, եւ ասես, այս ինչ սիրուն է։ Հա, իրականում կան արդեն աշխատանքներ, որտեղ տարբեր տենց տղաների կողմից նայում են, որ ավելանում է սթրիթ արտը, ու մենակ ես դրանից ուրախանում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ մենակ ես չեմ էլի այդ ամեն ինչը փորձում փոխել ես քաղաքում, այդ ամեն ինչը շատ է դուր գալիս ու այնքան շատ փոքր աստեղ community-ն նկարիչների, որ մեկը մյուսին ուղղակի ճանաչում է, մի քանի հոգի են էլի ընդամենը, ու դա շատ վատ է, ես կուզեմ ավելի շատանան մարդիկ էլի տարբեր ոճեր հայտնվեն, տարբեր արտիստներ փորձեն իրենց ձևով էլի իրենց մոտեցումներով։ Իրականում կարծում եմ սա խնդիր է առհասարակ բոլոր ուղղություններում եւ ճյուղերում արվեստի, շատ հաճախ ենք մենք անընդհատ նույն բանի նոր տարբերակ տեսնում եւ Հարութ մի կարեւոր հարց էլ, որովհետեւ այս թեմայով նաեւ մեկնաբանություն ունենք պատերին, եթե ուղիղ իմաստով ասեմ պատերին նկարելու մասին, հաշվի առնելով այն, որ հիմա արտիստները հենց քաղաքապետարանի հետ են համագործակցում, քաղաքապետարանը տալիս է հնարավորություններ եւ վայրեր կոնկրետ տեղերում պատկերելու եւ նույնիսկ պիտանի դարձնելու ոչ միայն արվեստասերների, այլև առհասարակ քաղաքի համար ստեղծագործությունները։ Այս պարագայում այդ սահմանը որն է, ինչ կանոններ կան, որ սթրիթ արտիստը, որ օրինակ չի համագործակցում քաղաքապետարանի հետ, պիտի պահի, չգիտեմ, կարևոր հուշակոթողներից սկսած մինչև տեսանելի վայրեր։ Դե իրականում Հայաստանում ես չեմ ճանաչում այտենց մարդ, ով որ ուզում է սթրիթ art անի ու ոնց որ համաձայնություն չի ստանում էլի բանից քաղաքապետարանից կամ քաղաքային իշխանություններից, որովհետև հենց հիմա շատ բաց են էլի, տենց լավ ամենալավ գաղափարների համար, ամենալավ սքեչերի համար ոնց որ բաց են ու հակառակը ոնց որ քաղաքային իշխանություններն են ասում, եկեք շատ լավ բաներ նկարեք, ուղղակի արտիստներ չկան այդքան էլի Հայաստանում։ Եվ սպասենք հաջորդ փողոցային գորգը։ Մոտ երևի 1 ամսից, երևի հուլիսին արդեն նոր։ Շնորհակալ ենք, հիշեցնենք մենք զրուցում էինք Gans Graffiti հիմնադիր Հարություն Մեսրոպյանի հետ, հաջողություններ եք մաղթում եւ սպասում նոր անակնկալների մեր քաղաքի փողոցներում։ Մենք հիմա լուսանկարվենք հյուրի հետ ճանապարհենք նրան, իսկ դուք եւս մի երգ վայելեք, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ I never needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help, I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations, there isn't anything for you to say. And my eyes hurt, and shiver, so look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you to
First I was afraid, I was petrified. Kept thinking I could never live without you by my side. But I spent oh so many nights thinking how you did me wrong. But I grew strong, I learned how to carry on. Hush, 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 hush. I'm already spoken, my love is broken, babe. Oh no, no, I will survive. Oh, as long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live, I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. My love is broken. Baby, hush, hush. Սուրճ ու սեր առավոտից 10:46 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Գիտենք, որ հունիսը բազմաթիվ մշակութային իրադարձություններով լի էր եւ 3, չէ՞, երեք թե առաջի օրը տեղի ունեցավ եւս մեկ շատ Լարա Ֆաբյանի։ Լարա Ֆաբյանի, Համերգի հետ եմ։ Այո, Սիմֆոնիկ նվագախմբի հետ հունիսի 8-ին էր։ Երեք առաջի օրը։ Եվ բացի նրանից, որ Լարա Ֆաբյանը շքեղ էր ձայնով, նա նաև շքեղ էր տեսքով եւ պարզվում է, որ այդ հարցում նույնպես մենք անմասն չենք։ Այո, համալիրի բեմում նա հայտնվեց երեկոյան զգեստով, որը անմիջապես գրավեց հանդիսատեսի ուշադրությունը, ավելին արտիստուհին ինքը համերգի ժամանակ նշեց, որ այդ երեկո ելույթ է ունենում հայ դիզայների հագուստով։ Ինչպես ավելի ուշ տեղեկացանք, խոսքը Արմինե Օհանյան ապրանքանիշի հիմնադիր Արմինե Օհանյանի մասին է։ Այս բaragայում կարող ենք անունը տալ հայ դիզայների, նաև ոգևորելու, քաջալերելու եւ ինչու՞ չէ նաև հպարտանալու, որ հենց մեր հայ դիզայների հագուստով է համաշխարհային գերաստղը ներկայացել հայկական բեմում։ Հրաշալի է եւ իդեպ վերջին շրջանում հաճախ եմ նկատում, որ Հոլիվուդում մենք դիզայնի առումով ունենք զարդերի բրենդ, որից օգտվում են շատ հայտնիներ, ունենք հագուստի տարեր, որոնցից էլի օգտվում են հայտնիները եւ կարծում եմ սա նաեւ հրաշալի ժեստ է Լարա Ֆաբյանի կողմից հանդես գալ այն երկրի դիզայների հագուստով, որտեղ որ ելույթ է ունենում, կարծում եմ սա կարող է գեղեցիկ ավանդույթ դառնալ երկչու համար։ Ինչու՞ ոչ ես կարծում նա նաեւ այդ զգեստը կգրի իր այլ։ Այո։ Համերգների ժամանակ այլ երկրներում, իսկ մենք առիթը բաց չթողնենք եւ վայելենք դրա կատարումներից մեկը։ Even in my dreams, and if all the talk is crazy, and you don't know what I mean, does it really matter? Just as long as I believe, I will love again. Though my heart is breaking, I will love again, stronger than before. I will love again, even if it takes a lifetime to get over you. Heaven only knows. I will love again. People never tell you the way they truly feel. I would die for you gladly if I knew it was for real. So if all the talk sounds crazy and the words don't come out right, does it really matter? If it gets me through this night, I will love again. Though my heart is breaking, I will love again, stronger than before. I will love again, even if it takes a lifetime to get over you. Heaven only
love again. I will love again. I will love again. One day I know I will love it again. You can't stop me from loving again, breathing again, feeling again. I know one day I'll love Սուրճ ու սեր առավոտից։ Եվ մեզ մնացել ընդամենը մի քանի րոպե, մինչ հրաժեշտ տալը ավարտին մենք ունենք ծանուցում դարձյալ միջոցառումների մասին նվիրված Հանրային ռադիոյի 100-ամյակին։ Եվ այսպես առաջիկայում սպասվում է Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ելույթները Սյունիքի մարզի 2 համայնքներում ու շատ դրություն հունիսի 13-ին ժամը 17-ին սպասում ենք ձեզ Մեղրիի մշակույթի տանը։ Իսկ հունիսի 14-ին ժամը 18-ին սպասում ենք բոլորին Սիսիանի մշակույթի կենտրոնում։ Մուտքն ազատ է, համերգները կվարենք ես եւ գործընկեր Լուսինե Մուրադյանը։ Այնպես որ ձեզ այդ օրերին մաղթում ենք բարի ժամանց, հուսով ենք որ ժամանակ կգտնեք եւ անպայման կայցելեք նշված վայրերը։ Հուսով ենք նաեւ վայ Տիգրան, մինչեւ հրաժեշտ տալը անպայման մեկնաբանություններ կարդամ եմ, այսպես չի լինի։ Բաց չթողնենք մեկնաբանությունները։ Այո, մեկնաբանությունները բաց չթողնենք, հետո նոր մեր ռադիոլսողներին օրվա լավ եւ դրական շարունակություն մաղթենք։ Վահե Գաբրիելյանը մեզ բազմաթիվ սրտիկներ է ուղարկել, գրել է, որ այս գեղեցիկ բանաստեղծությունը նվիրում եմ մեր հրաշք ռադիոյին, նվիրում եմ ձեզ Կարմիր վարդ, որ աշխարհում չունենաք ոչ մի դարդ։ Ուր որ գնաք ինձ հիշեք, Կարմիր վարդից հոտ քաշեք, բա։ Բրավո, բրավո, շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ, ինձ կոմպլիմենտներ է արել Եստեր Մխիթարյանը, ինչի համար շնորհակալ եմ։ Լինա Ստեփանյանը նրա մեկնաբանություններ, որ մեջ բերեցի շենքերի պատերի վրա նկարներին դեմ է։ Լևեն Մինասյանը գրել է բնության մեջ անկանոնը ավելի գեղեցիկ է երևի ավելին քան կանոնավորը։ Անկանոնն է ավելին քան կանոնավորը։ Վարդիթեր Գևորգյանն ու Զվարդ Բարսումյանը նույնպես մեզ բարի եւ խաղաղ օր են մաղթում։ Այսքանն էին ձեր մեկնաբանությունները։ Այո, շնորհակալ ենք բոլորին, որ այս ամառային առավոտը անցկացրեցիք մեզ հետ, թող հունիսի 10-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը։ Այո, եւ հուսով ենք, որ դրա մի փոքրիկ մասը կարողացանք կազմել նաեւ մենք առավոտը օգնեցինք սկսել բարձր տրամադրությամբ։ Օրը սկսեցին ձեզ հետ Վեգա Անդրեասյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք մինչ վաղը 9:30-ը։ Gotta
a better way. Oh.